Ողջունում ենք ձեզ Մեդիամարկ TV-ի ալիքում։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք հոգեբան Ալեքսանդր Շախովի խիստ ու դաժան, ուղիղ ճակատին խփող նկատառումները, ուժեղ խոսքեր, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը։ Եվ այսպես, հոգեբանը գրում է. Անկեղծ խոստովանում եմ նստած նոթբուքի մոտ, երկար նայում էի էկրանին, փորձելով հիշել եւ ձևակերպել, թե ինչ է նշանակում տղամարդ լինել։ Հանկարծ ես հստակ հասկացա, որ իմ գլխում, ինչպես եւ համոզված եմ շատ ժամանակակից տղամարդկանց գլխում, դրա մեջ մցրած Պյութագորասի թեորեմների, թթվային բանաձևերի, համաշխարհային պատերազմների ամսաթվերի եւ այլ ընդհանուր կրթական եւ մասնագիտական գիտելիքների արանքում չկա ամենահիմնականը, հստակ սահմանում, թե ինչ է նշանակում լինել տղամարդ։ Դա ինձ չի բացատրել ոչ հայրս, ոչ էլ դպրոցի ուսուցիչը։ Ես երբեք չեմ տեսել հստակ ձևակերպված հրահանգ, որի կարիքը մենք, տղամարդիկ, այդքան շատ ունենք։ Եվ կյանքում այս պատվիրանները ընկալելի են դառնում ցավի եւ սխալների միջոցով։ Տեխնիկական գիտելիքների ձգտմամբ մեր հասարակությունը կորցրել է ամենագլխավորը՝ ինքներս մեզ բնորոշումը։ Գրում է հոգեբան Ալեքսանդր Շախովը։ Ուստի մեր որդիներին, ապագա ու ներկա տղամարդկանց նվիրվում է։ Կանանցից նախապես ներողություն եմ խնդրում կոպիտ ձևակերպման համար, քանի որ այս կոդեքսը գրված է տղամարդկանց համար եւ տղամարդու լեզվով։ Պատվիրան թիվ 1. Պահիր խոսքդ։ Տղամարդը հուսալիություն է։ Հուսալիությունը որոշվում է նրանով, թե որքանով կարող ես պահել խոսքդ։ Սրանով տղամարդը տարբերվում է Կոնչիտա Վյուրստից, մորուքավոր կնոջից, ով ունի մորուք եւ նաեւ այլ բան, բայց իրականում ծիծաղի առարկա է, տղամարդու պարոդիա, ծաղր նրա նկատմամբ։ Եթե դու չես պահում խոսքդ քո կնոջ, երեխային, ընկերոջը եւ նույնիսկ թշնամուդ, պարզապես զգես թաքիր։ Համոզված եմ, որ նրանց մեջ շատ երկրպագուներ կունենաք։ Դե դուք լավ գիտեք։ Եթե դժվար ընտրություն ես կատարել, տղամարդ լինել, ուրեմն պատասխանատու եղիր քո խոսքերի համար, այլապես ցանկացած մեկն իրավունք ունի քեզ արհամարանքով նայելու։ Պահիր քո խոսքը կամ մեռիր խայտառակությամբ։ Պատվիրան թիվ 2. Մի նվնվա։ Նվնվում է աղջկա պես։ Տես, նա նվնվում է։ Մեզանից տղամարդկանցից յուրաքանչյուրը մանկության տարիներին անցել է այս դասը։ Դա վիրավորական էր։ Կրկնակի վիրավորական, որովհետև դա մենք էինք նվնվում հարգելի պատճառով։ Մեզ համար ցավոտ էր եւ մենք վախեցած էինք։ Բայց կարեկցանքի օգնության փոխարեն մենք պատասխան ստացանք։ Թույլիկ։ Այդպես մենք իմացանք, որ այս աշխարհը քեզ չի խղճա, երբ դու անօգնական ես։ Ընդհակառակը, պարզապես ցույց տուր որոշակի թուլություն եւ քեզ կստորացնեն, կփշրեն, կտրորեն, կկործանեն։ Դու չես կարող թույլ լինել։ Չի կարելի էմոցիաներ ցույց տալ։ Դու չես կարող լաց լինել։ Ուստի իսկական տղամարդիկ ժամանակների սկզբից ի վեր արցունքներ էին կուլ տալիս։ Սրբում դրանք թևքերով, կեղտը քսելով դեմքին, սեղմում էին բռոնցքները, ատամները եւ ոտքի կանգնում։ Կանգնում են եւս մեկ փորձի, դեպի հաղթանակ եւս մեկ քայլի համար։ Այնքան, քանի դեռ չի ստացվել։ Իսկ եթե տղան ընկնում էր, ապա կանգնում էր տղամարդը։ Ժամանակի որ պահին մենք նորից տղու դարձանք։ Ժամանակի որ պահից սկսեցինք նվնվալ, հոգնել եմ, կառավարությունն ինձ թալանել է։ Որ պահին մենք ինքներս դարձանք թույլերի նվաստացողներ։ Ի վերջո, երբ դու բղավում ես կնոջդ վրա, նվաստացնում նրան, անուշադրության մատնում եւ դավաճանում, երբ շահարկում ես նրա զգացմունքները, դու ոչ թե տղամարդ ես դառնում, այլ դառնում ես թուլամորթ։ Պարկել բազմոցին ու նվնվալ ես աշխատանք չեմ գտնում, կարող ես միայն քո կնոջը, որտեղ նա քեզ ոչ թե ոտքով կխփի, այլ կմխիթարի, համբերություն կցուցաբերի, մինչև հետույքդ կպոկես բազմոցից եւ կսկսես գումար բերել ընտանիքին, որտեղ հենց դա է կոչվում տղամարդ լինել, բերել որսը եւ պաշտպանել սիրելիներին։
ոչ թե ամեն երեկո գարի ջուր խմել եւ ֆուտբոլ նայել։ Ես ձեզ կասեմ, թե ինչպես հասանք այս կետին։ Մենք դադարեցինք շփվել իսկական տղամարդկանց շրջապատում։ Այն հասարակության մեջ, որտեղ տիրում է անխիղճ ազնվությունը, որտեղ քեզ անկեղծ կասեն, քո կինը երջանիկ չէ, թուլամորթ ես, քո երեխաները չեն տեսնում իրենց հորը, թուլամորթ ես, չես կարողանում կառավարել քո լիբիդոն եւ վազում ես կանացի վարտիքի հետևից, թուլամորթ ես։ Մի նվնվա, որ աշխարհը դաժան է։ Հաղթիր կամ մեռիր։ Այսպիսի ընտրություն է կանգնած տղամարդկանց առաջ։ Իսկ եթե դեռ պառկած ես բազմոցին, իմացիր, որ արդեն մեռել ես։ Մեռել ես որպես տղամարդ։ Քո վրայից փտած մսի եւ խմորված գարեջրի գարշահոտ է փչում։ Եվ ես կապսուսամ քեզ համար նույնիսկ պարզ ամենը։ Պատվիրան թիվ 3. Գոյատևիր ցանկացած պայմաններում։ Եթե դու տղամարդ ես, ապա քո գործն այն է, որ կարողանաս գոյատևել։ Գոյատևել նշանակում է մնալ ջրի երեսին եւ ապահովել արժանապատիվ կյանք քո ընտանիքին, քո սիրելիներին, քո ցեղին։ Դա անելու համար դու պետք է անընդհատ զարգացնես հմտությունները, պատրաստվես, սովորես նոր բաներ։ Այս աշխարհը հեռու է մոր ձեռքեր լինելուց, ինչպես արդեն հասկացել ես մանկության տարիներին։ Հակառակորդները պարզապես սպասում են քո սխալին, որպեսզի պատառոտեն քեզ։ Գթասրտության համար վազիր մորդ մոտ։ Իսկ տղամարդու աշխարհը չի ընդունում արդարացումներն ու բողոքները։ Իհարկե դու արդեն ինչ-որ բաներ գիտես եւ կարող ես ինչ-որ բան անել, քանի որ դեռ ողջ ես, բայց դա բավարար չէ։ Պատվիրան թիվ 4. Սովորիր։ Մի եղիր եղջյուրավոր կենդանի, որը հպարտորեն հայտարարում է. ես արդեն ամեն ինչ գիտեմ։ Սովորիր գումար վաստակել, որպեսզի լինես լավագույն որսորդը եւ հայթայթողը։ Սովորիր հոգեբանություն, քանի որ դու ստիպված կլինես բանակցել մարդկանց հետ։ Դու կարող ես կամ կռվել բոլորի հետ, թշնամիներ ձեռք բերելով եւ վախենալով թիկունքից դանակահարվելուց, կամ ունենալով առաջնորդի զենքեր, իմանալով հոգեբանություն եւ դիվանագիտություն, ընկերներ ձեռք բերել, որպեսզի պաշտպանված լինես բոլոր կողմերից։ Իհարկե դու պետք է ուսումնասիրես կանանց հոգեբանությունը։ Նրանք դինամիտի պես են։ Եթե դու գիտես, թե ինչպես վարվել դրա հետ, կլինի առավելություն։ Չգիտես, ուղեղը կպայթեցնի մանր կտորների։ Չէ՞ որ դու չես գնա պայթուցի տեղադրելու, եթե դրա մասին ոչինչ չգիտես, այնպես չէ։ Ինչ ես կարծում, կարող ես կառավարել կնոջը։ Նա քայլող դինամիտ է։ Նա իր հարբեցող, սիրուց խելագարված, ինքնասպան եղած, կյանքը կործանած տղամարդկանց խմբին։ Դինամիտից ավելի քիչ զոհեր են լինում։ Ընդհանրապես մենք քիչ ընտրություն ունենք, կամ սովորել ու դառնալ լավագույնը, ստանալ հեղինակություն, լավագույն պատառը, լավագույն կին ու հարմարավետություն, կամ մնալ ինքնագոհ հիմար, ով ամեն ինչ առանց այտել, գիտի։ Պատվիրան թիվ 5. Ագահությունը թույլերի համար է։ Ժլատ են նրանք, ովքեր հոգով աղքատ են, ինչքան էլ միլիոններ ունենան։ Զարմանալի չէ, որ ասում են առատաձեռնությունը մեծահոգիների շնորհն է, այսինքն մեծագույնի հոգով ուժեղի։ Միայն վստահ տղամարդիկ կարող են կիսվել։ Վստահ, որ եթե նույնիսկ վերջին 100 դրամն էլ տան, կարողանան ավելին ստանալ։ Ուստի ուժեղը կարող է վերջին շապիկը նվիրել նրան, ով խնդրում է։ Ի վերջո, ով խնդրում է, վստահ չէ, որ ինքը կարող է փող աշխատել, թույլ է։ Ով տալիս է, ուժեղ է։ Ագահությունը վախկոտների բաժինն է։ Նրանք վստահ չեն իրենց կամ իրենց ապագայի վրա։ Նրանք դողում են ամեն կոպեկի վրա, վախենալով, որ դժվար ժամանակներ կգան ու չեն կարողանա գլուխ հանել։ Թշվառ մարդը միայն առհամարանքի է արժանի։ Ժլատությունը ոչ միայն եւ ոչ այդքան փողի մասին է։ Ժլատությունը բնավորության մասին է։ Այն տղամարդը, ով խնայում է իր կնոջը ուղղված հաճոյախոսությունների, նվերների, ծաղիկների, կանացի կախազարդերի վրա, հայտարարելով, որ դա տնտեսական առումով անշահավետ է, ուղղակի թուլամորթ է։ Առաջնորդը միշտ աջակցում եւ հոգետանում իր խմբի անդամների մասին։
Առատաձեռնությունը աստվածների, թագավորների եւ հերոսների բաժինն է։ Առատաձեռն մարդը հարգանք պահանջելու եւ ուշադրություն գրավելու կարիք չունի։ Հարազատները գնահատում են նրան հոգու լայնության եւ հարգում ուժեղ բնավորության համար։ Առատաձեռնությունը հաղթանակ է սեփական անձի նկատմամբ։ Հաղթանակ մանրությանը, վախի, եսասիրության վրա։ Միայն նա, ով գիտի ինչպես հաղթել ինքն իրեն, կարող է հաղթել մեկ ուրիշին։ Ուստի առատաձեռնն արդեն հաղթող է, իսկ ժլատը թշվառ պարտվող։ Եթե փող ու ուժ չունես կնոջդ, երեխաներիդ ու սիրելիներիդ հետ առատաձեռն լինելու համար, դու միայն օդ ես վատնում, անիմաստ ես։ Մտածիր, աշխատիր, կիսվիր, ահա տղամարդու կյանքի ողջ պարզ իմաստը։ Պատվիրան թիվ 6. Եղիր ուժեղ, ոչ թե փորձիր երևալ ուժեղ։ Ծերուկ, դու կարող ես մորուք աճեցնել եւ երկգլուխ մկաններդ մարզել։ Կարող ես վախեցնել կանանց եւ երեխաներին։ Կարող ես կրել բրենդային իրեր, բայց ես եւ դու գիտենք, որ դա քեզ ավելի ուժեղ չի դարձնում։ Ես եւ դու գիտենք, որ ագրեսիան դիմակ է, որի հետևում թաքցնում ես քո շփոթությունն ու վախը։ Ուժեղները հանգիստ են եւ վստահ։ Ուժեղ մարդը կարիք չունի որևէ մեկին ապացուցելու կամ ցուցադրելու իր ուժը։ Գայլերը ընտանի շների պես չեն հաչում, նրանք անում են իրենց գործը։ Ինչու՞մ է ուժը, եղբայր, հարցնում էր Բոդրովը, եւ նա պատասխանում էր Սուվորովի խոսքերով ճշմարտության մեջ։ Ուժն արդարության մեջ է, ծերուկ, հասկացողության մեջ, որ դու ապրում եւ քրտնաջան աշխատում ես հանուն արդար նպատակի, հանուն ճիշտ սկզբունքների, որոնք կորել են փոփ-աղբի մեջ։ Հենարան լինել սիրելիների համար, ստեղծել պայմաններ երջանիկ կյանքի համար եւ պաշտպանել աշխարհը։ Սա է մեր տղամարդկանց մասնագիտությունը։ Ով է ուժեղ, հարցրեց իմաստունին աշակերտը։ Ով հաղթում է իրեն, պատասխանեց ուսուցիչը։ Երբ հեշտ է, կինն էլ կանի։ Մեր մասնագիտությունն է անել դժվարին ժամանակներում։ Դրանում է մեր տղամարդկային ուժը, անել այն, ինչ ուրիշները չեն կարող, եւ սկսել ինքդ քեզ հաղթելուց։ Իսկ հիմա կասեմ, որ ամենադժվարը բարի մնալն է։ Այո, քանի որ Հոլիվուդի փոփաշխարհը համոզում է, որ նա, ով ավելի զայրացած է, ավելի ագրեսիվ եւ լկտի է, նա էլ ուժեղ է։ Բայց մենք հիշում ենք, որ ուժը ճշմարտության մեջ է։ Ինչքան էլ չար ու լկտի լինեին մոնղոլները, թուրքերը, Հիտլերը եւ շատ ուրիշներ, նրանք բոլորն էլ իրենց ատամները կոտրեցին, որովհետեւ մեր պապերը պայքարել են արդար գործի համար, իրենց կանանց, երեխաների, ծերերի, հողի համար։ Մենք չենք կարող կորցնել մեր նախնիների հաղթանակները։ Արի պահենք, պաշտպանենք եւ աջակցենք այն, ինչի համար արյուն են թափել հանուն մեր սիրելիների խաղաղության, երջանկության ու հանգստության։ Լավ տղա մի ձևացիր, գործով ապացուցիր, որ դու ուժեղ ես, երջանկացրու քո ընտանիքին։ Պատվիրան թիվ 7. Տղամարդը նա է, ով գործում է։ Մենք ծնվել ենք գործելու համար։ Տղամարդիկ լավագույնս հարմար են դրա համար։ Մենք ունենք միտք, որը կարող է օբյեկտիվորեն վերլուծել իրավիճակը, առանց զգացմունքների եւ ընտրել ճիշտ ռազմավարություն։ Մենք ունենք նպատակի զգացում, մենք ունենք ամուր ձեռքեր անելու այն, ինչ պետք է անել։ Մենք ունենք բնավորություն եւ կամք։ Չհանձնվել առաջին դժվարություններից եւ դիմակայել վախին, անապահովությանը եւ խուճապին, բայց այս ամենն անօգուտ է, եթե չգործես։ Ով է, որ ոչինչ չի անում։ Վախկոտը։ Վախկոտը նա է, ով վախենում է սխալվել, տառապել, պատասխանատվություն կրել հետևանքների համար։ Վախկոտը անգործունյա է։ Նա կարող է թաքնվել արդարացումների հետևում, հարմար պայմաններ չկան, ես բավարար ուժ չունեմ, չգիտեմ ինչպես դա անել, ստեղծիր պայմաններ, գտիր ուժ, իմացիր թե ինչպես դա անել եւ գործիր։ Անգործության համար արդարացում չկա։ Ով ձգձգում է որոշումը, այն տեղափոխում է ուրիշների վրա եւ առավել եւս կնոջ ուսերին։
Ով վրդովմունքն ու զայրույթը թափում է կնոջ ու երեխայի վրա, խնդրին առերեսվելու եւ այն լուծելու փոխարեն վախկոտ է։ Մի վիրավորվիր։ Եթե քեզ կոչում են այնպես, ինչպես կաս, վախկոտ, երբ անգործում ես։ Երկինքը կապույտ է, ջուրը թաց, դու վախկոտ ես։ Դա պարզապես իրերի վիճակն է։ Դու վաստակել ես այս պատվավոր կոչումը եւ հետեւաբար ոչ մի վատ բան չկա, եթե որևէ տղա կարող է դեմքիդ գոռալ վախկոտ։ Բանակի սպայի օրենսգրքում կետ կա։ Անվճռականությունից վատ բան չկա։ Ոչինչ չկա ավելի վատ։ Մտածիր, բայց նաև գործիր։ Պատվիրան թիվ 8. Տղամարդը վստահելի է։ Ծերուկ, դու ինքդ էլ գիտես, որ հարաբերություններում ամենակարևորը հուսալիությունն է։ Ով է ընկերդ։ Նա ում վրա կարող ես հույս դնել, ով հավատարիմ է քեզ։ Ով է մարդկանցից ամենաատելին։ Դավաճանը։ Իսկ գիտես, որ երբեմն ինքդ էլ ես դավաճան դառնում։ Այո, հենց դու ես մարդկանցից ամենաարհամարելին, երբ կնոջդ հետ վիճաբանության ժամանակ սպառնում ես, որ կհեռանաս, եթե նա չկատարի քո պայմանները։ Ավելի ստոր ունենք բան հնարավոր չէ մտածել։ Տղամարդու էությունը, հուսալիությունն է, դրանում է ուժը։ Կանայք թույլ են, նրանց համար դժվար է վստահել, նրանց բազմիցս խաբել են։ Երբ հայտնվում է տղամարդ, ով իր արտաքինով, խոսքերով եւ պահվածքով ասում է ես լավ տղա եմ, վստահելի եմ, կինը ցանկանում է հավատալ, որ վերջապես գտել է կյանքում այն հենարանը, որը միշտ փնտրել է։ Եվ այդ պահին ստորաբար հարվածում ես մեջքից։ Եթե սա չանես, ես կհեռանամ։ Դու ասում ես, որ հեռանում ես ցանկացած պահի։ Վախկոտ եւ ստոր են նախ մարդուն համոզել, որ քեզ կարելի է վստահել, իսկ հետո դավաճանել նրան։ Հատկապես նրան, ով ավելի թույլ է։ Տղամարդկանց միջավայրում դու քեզ այդպիսի բան թույլ չէիր տա, ճիշտ է։ Ի վերջո մեր զրույցը կարճ է, ասեցիր, արեցիր։ Հակառակ դեպքում դու գիտես։ Եթե որոշել ես հենարան լինել կնոջդ համար, պահիր խոսքդ, տղամարդ եղիր։ Մի սպառնա հեռանալ, դա ստորություն է։ Եթե նա քեզ դուր չի գալիս, որոշիր եւ ազնվորեն հեռացիր։ Ինչ որ մեկն ուղղակի զիլ տեսք ունի, բայց իրականում նա փտած է։ Մենք դա գիտենք, տեսել ենք կյանքում։ Այնպես որ մի եղիր այդպիսին, դավաճան մի եղիր։ Մի սպառնա կնոջը հեռանալ, եթե ինչ որ բան քեզ դուր չի գալիս ձեր հարաբերություններում։ Խնդիրները լուծիր ազնվորեն, առանց լքելու սպառնալիքների, տղամարդ եղիր։ Պատվիրան թիվ 9. Տղամարդը կերակրող է։ Քարի դարում տղամարդուն պետք չէր դրթել որսի գնալու համար։ Մեկ դրդապատճառ կար՝ սովը։ Հիմա իրավիճակը փոխվել է։ 45 տարվա ընթացքում ես երբեք չեմ լսել, որ ընկերներիցս մեկը սովից մահանա։ Ընդհակառակը, տղամարդկանց մոտ վինիթուխի համախտանիշն ավելի հավանական է։ Նրանք հազիվ են սողոսկում դռան միջով։ Տղամարդը պետք է փող աշխատի ոչ միայն այն պատճառով, որ ունի ընտանիք եւ ընտանիքը պետք է առատ ապրի։ Նա պետք է փող աշխատի, որ իրեն ասի՝ ես տղամարդ եմ։ Որտեւ այցն էլ կարող է բարձրանալ պարաֆերնաներով։ Իսկ եթե հենց դրանք են սահմանում առնականությունը, ապա այցը կարծես ավելի շատ պատճառ ունի տղամարդ համարվելու։ Ախր ինչպես կարող ես այստեղ գումար աշխատել։ Ամեն ինչ թալաներ են, չեն թողնում որ բիզնես անես, հարկեր, պահանջներ, ինտրիգներ, հետաքրքրություններ, հետաքննություններ։ Այո, պատմիր դա բիզնեսով զբաղվող հաջողակ աղջիկներին։ Նրանք ապրում են նույն աշխարհում, եւ ի դեպ նրանց համար ամեն ինչ դժվար է պարաֆերնաների առումով։ Բայց այնուամենայնիվ, չնայած իրենց երիտասարդ տարիքին եւ ենթադրաբար գենդերային հակակրանքին, նրանք կարող են յուրաքանչյուրը միլիոնավոր դոլարներ վաստակել, մինչդեռ որոշ ծովափղեր շարունակում են կեցվածք ընդունել հեռուստացույցների առջև։ Մի խոսքով վերջ տուր նվնվոցներին ծերուկ։ Որսը միշտ էլ դժվար է եղել, դրա համար էլ տղամարդիկ են դա անում։ Գնա ու բեր մամոնտի փող, որ ընտանիքի համար բավարար կլինի։ Որս անել չգիտես,
Գնա սովորիր որսորդներից։ Իսկ եթե չես սովորում, մի խափիր կանանց, գտիր հեռակառավարման վահանակի կոճակը եւ շարունակիր վայելել միայնակ հաճույքները։ Կանայք տղամարդիկ են ուզում, ոչ թե ծովափղեր։ Ահա այսքանը։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք հոգեբանը ճիշտ է։ Գրեք մեկնաբանություններում։ Սիրելի դիտողներ, եթե ձեզ դուր եկավ տեսանյութը, չմոռանաք լայքել։ Նաև եթե դեռևս բաժանորդագրված չեք մեր ալիքին, բաժանորդագրվեք սեղմելով զանգակը։ Եկեք միասին մեծացնենք մեր լսարանը, իսկ մենք ջանք չենք խնայի ձեզ համար պատրաստել նորանոր եւ հետաքրքիր հաղորդումներ։ Մինչ նոր հանդիպում, բարեկամներ։